Երկմտանքը հանդիսանում է խոչընդոտ ստանալու այն նվերը, որ Տերը պատրաստել է։ Ինչ է այն նշանակում։ Երկմտել նշանակում է երկու մտքերի մեջ չկայացնել հստակ որոշում, թե որ ուղղությամբ պետք է ես ընթանամ։ Երբ մարդու ներսում կա երկու իրար հակասող ցանկություններ, եւ նա հստակ չի որոշում, որն իրականացնի։ Մի կողմից կա Տիրոջը կամքը, մյուս կողմից աշխարհն է ձգում, նա երկմտում է, որը ընտրի այս իրավիճակում ես ինչ որոշում կայացնեմ, թե ես ինչ քայլեր եմ անելու։ Համատեքստը ինչի մասին էր։ Ինչպես է կենդանի հավատքը փորձությունների մեջ գործում ու ինչ արդյունք է տալիս։ Կենդանի հավատքը մենք տեսանք, որ համբերում էր փորձությանը, որոշում էր կայացնում, ընդունել իրեն պատահած դժվարությունը, փնտրում էր Աստծո կամքը իրականացնել այդ իրավիճակի մեջ։